Որն է 2-ից 3 տարեկանների ճգնաժամը։ 2-ից 3 տարեկանների ճգնաժամը երեխայի զարգացման բնական փուլ է, որը պահանջում է ծնողների համբերություն եւ ըմբռնում։ Կարևոր է աջակցել փոքրիկին իր ինքնուրույնության ձգտման մեջ, միաժամանակ ստեղծելով անվտանգ եւ կանխատեսելի միջավայր։ Առաջինը՝ ինքնուրույնության ձգտում։ Երեխան սկսում է գիտակցել, որ ինքն առանձին մարդ է ծնողներից եւ ձգտում է դրսեւորել իր անկախությունը։ Սա արտահայտվում է ամեն ինչ ինքնուրույն անելու ցանկությամբ, նույնիսկ եթե նա դեռ չունի անհրաժեշտ հմտությունները։ Ես ինքս նման արտահայտությունները հաճախակի են դառնում։ Երկրորդը՝ համառություն կամ նեգատիվիզմ։ Այս տարիքի երեխաները հաճախ դրսևորում են համառություն եւ հրաժարվում են կատարել մեծահասակների խնդրանքները։ Նրանք կարող են պնդել իրենց կարծիքը, նույնիսկ եթե դա հակասում է տրամաբանությանը։ Սա կապված է նրանց ինքնուրույնության ձգտման եւ իրավիճակը վերահսկելու ցանկության հետ։ Երրորդը՝ էմոցիոնալ անկայունություն։ Երեխան կարող է զգալ տրամադրության կտրուկ փոփոխություններ, ուրախությունից մինչև զայրույթ կամ արցունքներ։ Սա պայմանավորված է նրանով, որ նա դեռ ամբողջությամբ չի կարողանում վերահսկել իր զգացմունքները եւ դրանք համապատասխան ձևով արտահայտել։ Չորրորդը՝ կոնֆլիկտներ ծնողների հետ։ Ինքնուրույնության ձգտման եւ համառության պատճառով երեխաները հաճախ հակասության մեջ են մտնում ծնողների հետ։ Նրանք կարող են հրաժարվել ուտելիքից, հագուստից կամ այլ առաջարկներից, պարզապես իրենց անկախությունը ցույց տալու համար։ Հինգերորդը՝ խոսքի եւ մտածողության զարգացում։ Այս շրջանում տեղի է ունենում խոսքի եւ ճանաչողական կարողությունների զգալի առաջընթաց։ Երեխան սկսում է շատ հարցեր տալ, հետաքրքրվում է շրջապատող աշխարհով եւ փորձում է հասկանալ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում։ Վեցերորդը՝ ֆիզիկական զարգացում։ Երեխաները դառնում են ավելի ակտիվ եւ ճարպիկ։ Նրանք սովորում են վազել, ցատկել եւ կատարել ավելի բարդ ֆիզիկական առաջադրանքներ։ Սա նոր շարժողական հմտությունների ակտիվ յուրացման ժամանակաշրջան է։ Ծնողի խնդիրը՝ պահպանել թույլատրելի սահմանները եւ երեխային սովորեցնել պայմանավորվել։ 2-3 տարեկանների ճգնաժամը կարող է ծանր անցնել, բայց սա հիանալի հնարավորություն է երեխայի հետ պայմանավորվել սովորելու, փոխսիջումների գնալու եւ էմոցիոնալ ինտելեկտը զարգացնելու համար։ Եթե ծնողը հաղթահարի այս փորձությունը, ապա հետագայում նա կկարողանա ավելի լավ զարգացնել երեխայի հաղորդակցման հմտությունները։